Գագիկ Վահարատյանը, որ գործող իշխանությունների նկատմամբ ընդդիմադիր հայացքներով է հայտնի, այս տարի միայնակ է գնում համայնքապետի ընտրություններին, մրցակից թեկնածունես չկան։ Այո, ես մենակ եմ, այս անգամ երրորդ մենակ եմ։ Նախորդ ընտրությունների ժամանակ կոալիցիոն կուսակցություններից մրցակիցներ եղել են, ասում է, այս տարի սպասում էր, որ մրցակից թեկնածուն ԲՀԿ կամ ՕԵԿ-ական կլինի, հատկապես, որ շրջակա շուրջ 9 գյուղերի գյուղապետերի էլ բոլորովին վերջերս ընդգրկել են կուսակցական շարքերում։ Որոշ գյուղապետեր ՕԵԿ են դարձել, որոշ գյուղապետեր կամ Բարգավաճ Հայաստանից։ Հանրապետականը միանշանակ երևի շատերն են։ Փաստացի նոր պլատֆորմ են ստեղծում 2012 թվականի իրենց ընտրությունների համար։ Իսկ ինչու այս անգամ Վահարատյանը մրցակից չունի, դրա պատասխանն է տալիս թեկնածուն։ Գյուղը փոքր է, 10-15 տնտեսություն, 60 գյուղացի եւ 35 ընտրող։ Իշխանությունները ավելի խոշոր թվերի վրա են խաղում, ասում է Գագիկ Վահարատյանը ու օրինակ բերում։ Կարմրաքարում սոցներդրումների հիմնադրամի ֆինանսավորմամբ խոշոր ծրագիր էր ներդրվելու, որպեսզի փոխեին ջրատար համակարգը։ Սա 1 տարի առաջ էր, բայց Վահարատյանն ասում է, իշխանությունները պահել են հաջորդ տարվա համար, որ ընտրական բարեգործություն հրամցնեն ու Կարմրաքարին էլ հաստատ չեն տա։ $29,000 ծրագիրը իրագործեն ստեղ, շահառուների թիվը կլինի 62-65 մարդ, այսինքն 30-33 ընտրող։ Նույն գումարը իրան կարող են ներդրում կատարել ավելի մեծ տեղեր եւ ցույց տալ, տեսես մենք ինչ բարձր, ինչ աշխատանք են կատարել, ձայներ եւ այլ եւ այլ։ Քաղաքականությունը միանշանակ է հավատում որ միակ նպատակն է դիգել։ Իսկ առայժմ Կարմրաքարը պատրաստվում է թիմ ընտրությունների։ Գյուղացիներն էլ զգուշացնում են, որ այստեղ ընտրությունները տարբերվում են, ապա ավելացնում քաղաքային բնակավայրերում, օրինակ Գյումրիում, Երևանում, գիտեն թե ինչ ասել է ընտրություն։ Միանշանակ կաշառքով, ուրիշ ոչ մի բան։ Մանավանդ նախագահի ընտրությունը։ Մանավանդ մեր դեպուտատի ընտրությունը։ Չնայած մեզ կաշառք չեն առաջարկել չէին ընդունել։ Այստեղ գրեթե քարոզչություն էլ չկա։ Գյուղապետն իրենցից մեկն է, համագյուղացիներին էլ ոչինչ խոստանալ չի կարող, որովհետև չեն հավատա։ Դրա համար էլ իր խնդիրն ու հոգսը Կարմրաքարցին միանգամից ավելի վերև է ուղղորդում։ Ջերին փարատուր, հացին փարատուր, ամեն ինչուն, հակիտ փարատուր ու ամեն ինչուտ փարատուր ու դիստանք։ Այդ 5 մալն ինչի։ Հողին փարատուր, հարգետերին հարգետուր, ամեն ինչ era։ Իսկ առայժմ մեզ հրավիրում են այստեղ ընտրություններ լուսաբանելու, որ գյուղացու խոսքերով ասած հանրությանը ցույց տան, ինչ ասել է քաղաքակիրթ ու արդար ընտրություններ։ Ընտրվող գյուղապետը 4 տարի ժամկետով կկառավարի, թեպետ միակ թեկնածուն կասկածում է, որ ընտրվելու դեպքում 4 տարի կաշխատի այս համայնքում։ Այս տեմպերով եթե գնաց 4 տարի հետո այլևս ստեղ մարդ չի մնա։ Մնացածին պետք է տեղափոխվի։ Այդ պարագայում պետությունը մեծ գումարներ դիտա, որ պահակներ վարձի, ես դա միշտ շեշտեմ, ստեղ կա 5000 տարվա պատմամշակութային արժեքներ, 5000 տարվա, որովհետեւ կամ պահագություն ունեն, կամ այդ արժեքները կամ գերեզմանները պիտի պահպանեն, որովհետեւ մեկը։ Քրիստինա Մկրտչյան, Տիգրան Գասաբյան, Գալանյուս։